Ոստիկանական համակարգ մուտք գործելու տարիքային շեմը 35 տարեկան է կհանվի։ Որոշման համաձայն այսուհետ ուշադրության կենտրոնում կլինեն անձի որակական, ֆիզիկական և կրթական հատկանիշները։ Այս մասին մայիսի 8-ի կառավարության նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս պայծրությամբ մենք ունենք համանման մեխանիզմ արդեն իսկ, որը որ պիտի դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում, այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Գործադիրի ղեկավարը հավանության արժանացրեց որոշումը եւ այս համատեքստում առաջարկեց նույն տրամաբանությունը կիրառել պաշտպանության բանակում։ Կարևոր այն ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի։ Ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի։ Համայնքային ոստիկանության ծառայությունը բարձր վարձատրությամբ շուրջ 700 թափուր հաստիք ունի։ Նոր ընդունված աշխատակիցները դրամական բավարարումն ավելացնելու համար ատեստավորմանը կմասնակցեն ոչ թե 6, այլ 2 ամիս անց, ինչն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար։ Քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Եվ եթե թվական տվյալներով նշեմ այս տեսանկյունից, ի տարբերություն գործող մեխանիզմի, այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Սեպտեմբերի 1-ից կթվայնացվեն տրանսպորտային միջոցի առուվաճառքի, նաև նվիրատվության հիմունքով տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացները։ Հարթակի օգտատերերը գործարքներ կատարելու հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Վաճառողից ընդամենը գնում է միայն ֆիքսել գինը, թե այսինքն իր տրանսպորտային միջոցը ինչ գնով է վաճառում, ըստ այդմ համակարգը ինքնաշխատ եղանակով ստուգում է արդյոք տվյալ տրանսպորտային միջոցը ունի հետախուզումներ, թե չունի հետախուզումներ, արդյոք ունի համասեփականատերեր գրանցված, թե չունի համասեփականատերեր։ Եթե կա համասեփականատեր, բնականաբար վաճառողը պիտի նաև կցի նրանց կողմից տրված համաձայնությունը այս առողջարքը ձևակերպելու։ Եվ ըստ այդմ ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որ էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին հնարավորություն ունի ստորագրելու եւ թողնելու համակարգում։ Ըստ այդմ, երբ որ պայմանագիրը գեներացվում է, համակարգը ավտոմատ կերպով առաջարկն ուղարկում է գնորդին։ Գնորդը արդեն եթե համաձայնվում է այս առաջարկին, ինքը եւս իր կողմից ստորագրում է պայմանագիրը եւ ըստ այդմ առողջարքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված եւ մենք կարողանում ենք հարթակի միջոցով ավտոմատ կերպով նաև սեփականության իրավունքի փոփոխությունը եւս իրականացնել։ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց նոր որոշում, ըստ որի պետությունը 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար։ Սպանդանոցային մորթը խթանելու համար այլ փոփոխություններ են մշակվել։ Եթե 8,000 դրամ է, մենք 8 կվճարենք, 10-10, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000-ը, 1,000 դրամը քաղաքացին է վճարում, ինչ պետք է անի սպանդանոցի սեփականատերը, ինքը դիմում է իր համայնք, ընդ որում եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, այնտեղ պատրաստի կա արդեն ֆորման, լրացնում է էլեկտրոնային ստորագրությունը, ստորագրում է եւ համայնքը եւ էկոնոմիկայի նախարարությունը եւս ավտոմատ այդ ստորագրությունները դնում են, մենք համաձայնագիր ենք իրենք կնքում։ Եթե չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի արդեն տպի, լրացնի, սկանանի, ուղարկի մեյլով։ Այսինքն ամեն դեպքում համայնքապետարան գնալու կամ նախարարություն գալու կարիք չկա, բայց եթե էլեկտրոնային ստորագրություն ունի, շատ ավելի արագ է process-ը իրականանում։ Համաձայնագրի կարևոր կետերից մեկն էլ այն է, որ մորթից հետո ենթամթերքը պետք է վերադարձվի բնակչին։ Նիստն ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց օրակարգում քննարկված բոլոր որոշումների կատարման հարցում հետևողական լինել, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն։